Մարդը հոգևոր և մարմնավոր աշխարհների միջասահմանն է, օղակն է։ Հոգևոր և մարմնավոր նյութական և աննյութական աշխարհների կապող օղակն է։ Աստված այդպես է ստեղծել մարդուն։ Ինչու՞ մարդու ստեղծումը առաջին օրը, երբ որ Աստված ասաց թող լույս լինի, եղան լուսեղեն, հրեղեն էակներ, հրեշտակներ։ Երկրորդ օրից սկսած արդեն նյութական աշխարհը ստեղծվեց։ Երկիրը բուսականությամբ, ծառերով, ծաղիկներով, երկինքը աստղերով, լուսինով ու արեգակով։ 6-րդ օրը նոր ստեղծվեց կենդանական աշխարհը։ Կենդանական աշխարհը մեկ աստիճան բարձր է, քան բուսական աշխարհը։ Ինչով է բարձր։ Որովհետև կենդանական աշխարհը ունի զգացողություն, զգայարաններ։ Բույսը չի տեսնում, կենդանին տեսնում է։ Բույսը չի լսում, կենդանին լսում է։ Բույսը չի շոշափում, կենդանին շոշափում։ Բույսը չի ճաշակում, կենդանին ճաշակում է։ Եվ այս ամբողջ արարչությունից հետո նոր մարդուն ստեղծեց։ Մարդը մեկ աստիճան ավելին է, քան կենդանին, 2 աստիճան ավելին է և շատ մոտ է հրեշտակներին։ Մարդը ունի զգայարաններ, կենդանի նման, աճում է բույսերի նման, մտածում է հրեշտակների նման, ինքնիշխան կամք ունի, երկնքի հրեշտակների նման կամք ունի, ընտրության հնարավորություն, ինչպես հրեշտակներն ընտրության հնարավորությունն են։ Եվ այստեղ հենց ծածկված է մարդկային արարչության, մարդու արարչության առեղծվածը։ Աստված մարդուն ինքնիշխան ստեղծեց, կառավար ստեղծեց կենդանիների, բայց հնազանդ երկնքին։ Եվ հենց այս պահից սկսած մարդու մեջ 2 աշխարհներ են գործում. հոգևորն ու մարմնավորը, աննյութն ու նյութական։ Եթե Ադամին պարզ հասարակ մի պատվիրան տրվեց չճաշակել արգելված պտղի, բարու և չարի գիտության ծառի պտղից, և սրանով այս 2 աշխարհների ներդաշնակությունը կապահովվի, ապահովված կլիներ։ Այսինքն Ադամը կարողանար հրեշտակների նման ապրել, Աստծո կամքին հնազանդ լինել և նաև մարմնով ապրել դրախտում, որից հետո կտեղափոխվեր երկինքի արքայություն։ Հիմա իդեմս Ադամին մենք անկում ապրեցինք, ընկանք երկիր, չպահեցինք այդ մեկ պատվիրանը։ Եվ այդ առեղծվածը, որ կար դրախտում, մարդու արարչությունից սկսած հիմա ավելի դժվարացել է։ Եթե Ադամին մի պատվիրան էր տրված, հիմա մեզ բազմաթիվ պատվիրաններ են տրված։ Բայց մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսով այդ ամբողջ բոլոր պատվիրանները դարձան մեկ։ Դի սիրես քո Տեր Աստծուն, քո ամբողջ սրտով, հոգով, զորությամբ, էությամբ, այսինքն սիրո պատվիրանը տրվեց։ Ինչու եմ այսպես աստվածաբանական խորը բացատրություններով մոտենում։ Այսօրվա կյանքին, այսօրվա իրականություն։ Մարդը հոգի և մարմին։ Մարդը հոգով է ապրում և մարմնավոր աշխարհում է ապրում։ Նա ինչպես համատեղի հոգևորն ու մարմնավորը, աշխարհիկն ու աստվածայինը։ Ավետարանում մեր Տերը Հիսուս Քրիստոս ասում է. հոգին է կենդանարար, մարմինը ինքն իրերով ոչինչ չի կարող անել։ Հենց այստեղ բանաձև է տրվում։ Երբ որ դու հոգին կենդանացնում ես, մարմինը ինքնաբերաբար կենդանանում է։ Երբ որ դու մտածում ես հոգևոր բարձր արժեքների մասին և օրինակ առավոտ արթնացար, ավելի շատ մտածում ես, որ հոգիդ զարդարես, քան թե մարմինդ զարդարես, հա։ Որոշում ես, որ պետք է աղոթք անես։ Այո, մարմնիդ խնամք տար, բայց ոչ ավելին, քան հոգու խնամք։ Երբ որ գնում ես, օրինակ դու գնում ես աշխատելու, չէ՞։ Գիտես, որ աշխատավայրում ամեն տեսակի մարդիկ կան։
եւ տարբեր տեսակի շփումների մեջ պետք է դնես։ Հիմա որպեսզի դու կարողանաս խաղաղություն ունենալ, որպեսզի դու կարողանաս կարողություն եւ ուժ ունենալ ամեն տեսակի մարդկանց հետ շփվել եւ քո խաղաղությունը չկորցնել, դու պետք է աղոթք անես։ Կանոնական աղոթք պետք է անես։ Ավետարանը պետք է կարդաս, նարեկ պետք է կարդաս, հոգով զորանաս, հա։ Եվ այդ քո առավոտյան աղոթքը, հոգու լիցքավորումը, հոգիդ լիցքավորում ես, ինչպես հեռախոսն ես լիցքավորում, այդպես հոգիդ պետք է լիցքավորես։ Հեռախոսը մենք անընդհատ լիցքավորում ենք, բայց մեր հոգին չենք լիցքավորում։ Հա, հոգևոր հոսանքին պետք է միացնենք, այսինքն աղոթքով, երկնքից լիցքավորվենք հոգով։ Եվ այդպես մտնենք այս աշխարհ։ Եվ մենք շատ զգուշավոր պետք է լինենք, որտեղ աշխարհում ամեն տեսակի ծածուկ որոգայթներ կան, թակարդներ կան լարված։ Մարդկային շփումները չեզոք չեն կարող լինել։ Մենք մարդկանց հետ շփվելով կամ պետք է փոխանցենք, կամ պետք է տանք, կամ պետք է առնենք, կամ պետք է փոխանցենք դրականը կամ բացասականը եւ պետք է ընդունենք դրականը կամ բացասականը։ Երբ որ դու ունես շատ խաղաղություն, հա, դու կարողանում ես փոխանցել դրական էներգիա, դրական ապրում եւ պահպանում ես նաեւ քեզ համար։ Եթե դու չունես դրական էներգիա, բացասականն է քո մեջ եւ աշխարհից չես էլ կարող ակնկալել դրական որևէ բան, հա։ Ուրեմն դու չունես տալու եւ հատկապես ապահովագրված չես, պահպանված չես, բաց դաշտ ես, խոցելի ես դու դառնում։ Այսինքն երբ որ մարդը առանց աղոթքի, առանց հոգու խաղաղության, առանց ինքնամաքրվան, ինքնակննության, որտեղ ամեն օր երեկոյան մարդ պետք է ինքնին քննի, մաքրվի, խաղաղվի, հանդարտվի, միգուցե խոստովանի Աստծո եւ երբեմն նաեւ քահանայի առջեւ խաղաղվի, հանդարտվի, նստի, մտածի, մտորի, ների իր հանդեպ գործած հանցանքները, հա։ Եվ այս բոլորով հանդերձ խաղաղվի, հանդարտվի, որ ինքը կարողանա մարդկային շփումների մեջ շատ չվնասվել, հա։ Եվ ամեն ինչ մեջ բարին պետք է տեսնի։ Մարդկանց մեծ թե չարը կա, թե բարին կա։ Մենք պետք է բացասականը մերժենք մեզանից, հեռու անենք։ Դրականը փորձենք պահել, հա։ Երբ որ դու մարդու մեջ բարին ես տեսնում, ինքն էլ ուզում է քո մեջ բարին տեսնել, բայց եթե մենք մարդկանց մեջ չարն ենք տեսնում եւ հատկապես մատնանշում ենք այդ չարը, մարդկանց ուզում ենք ոչնչացնել, մնացին էլ ուզում մեզ ոչնչացնել։ Ուրեմն հոգու եւ մարմնի ներդաշնակությունը, մեր խաղաղությունը, մենք երբ որ մենք ապահով, մենք ապա սրբին քեզ կսրբես քո շրջապատը։ Դու խաղաղվի, խաղաղություն կտարածես։ Իրանի խաղաղարարներին, որտեղ նրանք Աստծո որդի կոչվեն, բայց այդ խաղաղությունը նախ քո մեջ պետք է հաստատվի, հետո որ կարողանաս մյուսներին փոխանցել։ Ուրեմն լինենք խաղաղարար եւ խաղաղություն տալ։